Իմ աշխարհը այս խորագրով Հայաստանի նկարիչների միությունում բացվել է աբստրակցիոնիստ նկարիչ Արթուր Ավալյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը նվիրված հեղինակի 50-ամյա հոբելյանին։ Յուրաքանչյուր նկարում, եթե ուշադիր նայեք, կտեսնեք իմ ապրումները, մտքերը, թաքնված փոքրիկ մի սեր։ Իսկ եթե լարեն լսողությունը, գուցե եւ լսեն նաեւ իմ սրտի զարկերը։ Հիմնականում նման նկարներ եմ նկարում աբստրակտ ոճի, որովհետև այդ ոճի մեջ ես ինձ ավելի ազատ եմ զգում ու փորձում եմ իմ էմոցիաները արտահայտել նման կերպ։ Նկարչի ստեղծագործական ամենասիրելի պահը լուսաբացն է, երբ վաղորդյան լռությունն ու ներքին խաղաղությունը գույներին տալիս են ազատ խոսելու հնարավորություն։ Երբ արթնանում ես քնից, մտքերդ դեռ թարմ են ու այդ թարմ ուժերով նկարում ես ու չգիտես ինչ կստացվի։ Ու երբ վերջում ինչ-որ մի հետաքրքիր բան է ստացվում, հասկանում ես, որ այդ պատկերը դեռ չես տեսել, դա ոնց որ քո ներքին աշխարհը արտացոլվի կտավի վրա։ Ավալյանը փորձում է կտավների միջոցով իր ներաշխարհը բացել արվեստասերի առաջ եւ հրավիրել այնտեղ ոչ միայն դիտելու, այլև զգալու դրանց ասելիքը, նշում է նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ Աբստրակտ արվեստը ինձ համար ամենադժվար ուրեմն ճյուղերից մեկն է գեղանկարչության մեջ, որովհետև աշխատանքին նայելիս դու կարող ես տեսնել տվյալ հեղինակը ընդհանրապես նկարել գիտի, թե ոչ։ Այս դեպքում մենք գործ ունենք, այո, հեղինակի հետ, ով լիովին զգում է ուրեմն գեղանկարչությունը, ապրում է դրանով, ամենօրյա ռեժիմով աշխատում է եւ ստեղծագործում է եւ դա շատ ուրախալի է, որ մեր օրերում գեղանկարիչը, տվյալ դեպքում Արթուր Ավալյանը կարողանում է գտնել այդ ժամանակը, նվիրվել իր կոչմանը եւ ստեղծագործել։ Թեև Արթուր Ավալյանի ներկապնակում տեղ ունեն բոլոր գույները, նրա ստեղծագործություններում առավել հաճախ հանդիպում են սևը, սպիտակն ու կարմիրը, որպես հույզերի, լռության ու ուժի խորհրդանիշ, իսկ ստեղծագործական դադարներին դեմ է, շուտով կրկին կհանդիպի արվեստասերին։ Յուրավահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։